Ми повинні відповісти на фундаментальне питання. Մենք պետք է պատասխանենք մի հիմնարար հարցի, ինչպես պետք է գործի պետությունը, եթե պատերազմը շարունակվի։ Якщо війна триватиме Ավելի քան մեկ ամիս է Ուկրաինայում բողոքի ցույցեր են այս տարվա հունվարի 14-ին պաշտպանության նախարար է նշանակվել Միխայլո Ֆյոդորովը, որը ավելի վաղ զբաղեցրել է փոխվարչապետի, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների նախարարի պաշտոնները։ Որպես պաշտպանական գերատեսչության ղեկավար նա պաշտոնավարել է ընդամենը կես տարի եւ հեռացվել է հուլիսի 15-ին նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանագրով։ Հիմնական պատճառը Միխայլո Ֆյոդորովի վեճն էր զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու հետ, որը նույնպես ազատվել է պաշտոնից։ Եվ ահա, հուլիսի կեսերից Կիևում բողոքի ակցիաներ են։ Դրանք խաղաղ են, մարդիկ երգում են, վանկարկում են կարգախոսներ, պահանջում են վերադարձնել Ֆյոդորովին։ Պատերազմող եւ ամեն օր օդային հարվածների ենթարկվող երկրում զարմանալին բողոքների բուն փաստն է։ Դենիս Պոդհորնին ասել է, թե առաջին անգամ ինքնաբուխ է եկել, հետո հարցը քննարկել է զինվորական ընկերների հետ։ Перший день вийшов, само собою, проти відставки Федорова. Իմ եւ շատ մարդկանց կարծիքով, որոնց ես հեղինակություն եմ համարում, իմ ընկերները, որոնք ծառայում են բանակում, նրանք շատ դրական բաներ են նշել Ֆյոդորովի աշխատանքում։ Вони відмічали дійсно позитивні багато. Հարյուրավոր մարդիկ Կիևում հավաքվել են Ուկրաինայի ժողովրդի ազատության կամարի մոտ, որտեղից քալերթով շարժվել են դեպի նախագահի նստավայր։ Այս շաբաթասկզբին Ուկրաինայի խորհրդարանը Գերագույն Ռադան վերադարձել է արձակուրդից։ Ցուցարարները պնդում են, որ կկանգնեն մինչև վերջ եւ կհասնեն ուզածին։ Ուրադայից վիճամտություն են պահանջում։ Հանրության մի մասի համոզմամբ Ֆյոդորովը լավ է աշխատել, բացահայտել է կոռուպցիոն գործարքներ, սկսել է բարեփոխումներ, նրան սատարում են երիտասարդները։ Գուցե նախագահ Զելենսկու համար անսպասելի էր այդ պաշտոնանկությանը հաջորդած բողոքի ակցիաների ծավալը։ Ֆյոդորովը մի քանի շաբաթ լռել է, բայց երեք YouTube-ում տեղադրել է ուղերձ, որը անմիջապես հայտնվել է բոլորի ուշադրության կենտրոնում։ Նախկին նախարարը առաջարկում է անտեսել պատերազմի հանգամանքը եւ անցկացնել ընտրություններ, քանի որ միայն դա թույլ կտա վերականգնել ներքին քաղաքական կայունությունը։ ми повинні відповісти на фундаментальне питання. Як має функціонувати? Մենք պետք է պատասխանենք մի հիմնարար հարցի, ինչպես պետք է գործի պետությունը, եթե պատերազմը շարունակվի, ինչ կլինի, եթե պատերազմը տևի եւս 1, 2 կամ 3 տարի։ Коли українці знову зможуть обирати свою владу? Ֆյոդորովի համոզմամբ չի կարելի թույլ տալ, որ Ռուսաստանը որոշի, թե երբ ուկրաինացիները ընտրություններ կանցկացնեն։ Նա ասել է, որ ժողովրդավարությունը չպետք է դառնա Ռուսաստանի պատանդը։ Тому ми повинні знайти законний, безпечний і реалістичний механізм. Հետևաբար պետք է գտնենք օրինական, անվտանգ եւ իրատեսական մեխանիզմ, որը թույլ կտա Ուկրաինային վերականգնել լիարժեք ժողովրդավարական գործընթացը, նույնիսկ երկարատև պատերազմի պայմաններում։ Безпечний і реалістичний механізм, який дозволить Україні відновити повноцінний Զելենսկու գրասենյակի ներկայացուցիչն ասել է, թե ոչ ոք դեմ չէ ընտրություններին, բայց հարկ է հաշվի առնել անվտանգության խնդիրը։ Գերագույն Ռադան Եվգենի Խմարային հաստատել է պաշտպանության նախարարի պաշտոնին։ Նրա տեխնացությունը օրենսդիրներին Զելենսկին է առաջարկել։ Ուկրաինայի օրենքը արգելում է ընտրությունների անցկացում ռազմական դրության պայմաններում։ Մոսկվան Զելենսկուն անվանում է ոչ լեգիտիմ նախագահ, քանի որ նրա լիազորությունների ժամկետը սպառվել է 2024 թվականի մայիսի 20-ին։ Միխայլո Ֆյոդորովի գործոնը կարող է լուրջ ճգնաժամ ստեղծել Զելենսկու համար։